Ձեզ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու համար։ Դուք կարող եք հստակ ասել, որ դուք երբևէ չեք խախտել այդ ուխտը։ Գիտեք ինչ, իհարկե ես կարող եմ պատասխանել ձեր հարցին։ Դե պատասխանեք։ Այո, կարող եմ պատասխանել ձեր հարցին, բայց ձեր հարցերը դուրս են գալիս կոռեկտության սահմաններից։ Դուք ուղիղ մտնում եք իմ անձնական հարաբերությունների տիրույթ։ Դուք չեք լսում, որ ասում են հոգևորականի անձնական կյանքը ո՞րն է։ Սխալ են ասում։ Իսկ դուք համաձայն եք այդ դիտարկմանը։ Ես ընդամենը հարցեր եմ տալիս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իմ դիրքորոշումը չի հետաքրքրում լսարանը։ Երբ դուք հարցեր եք տալիս, դուք ձեր հարցերը պետքա ֆիլտրեք։ Չեք կարող հարցեր տալ, որոնք շրջանցում են կոռեկտության սահմանները։ Եվ եթե անգամ հանրայնորեն այդպիսի հարցեր հնչեցվում են, կարծում եմ դուք որպես մտքերի համակարգող որոշակիորեն հանրային գիտակցության վրա ազդեցություն ունեցող անձ պետք է մարդկանց բացատրեք, որ հարցեր կա, որոնք որ կոռեկտ չեն եւ չեն կարող տրվել։ Բայց քանի որ մեղադրանքը հնչում է, տեսեք սրբազան, պետք է նաեւ ձեզ հնարավորություն տանք, որ դուք արձագանքեք։ Ինձ հնարավորություն տվեցիք, ես պատասխանեցի։ Բայց այդ հարցին կներեք չպատասխանեցիք իշխանականների մեղադրանքների։ Իշխանականների մեղադրանքները ինձ համար լեգիտիմ չեն։ Դրանք լեգիտիմ հարցադրումներ չեն։ Ցանկացած մեկին առնչվող անձնական բնույթի հարցերը չեն կարող հնչեցվել։ Եվ եթե այդպիսի մեղադրանքներ էլ կան, փաստեր էլ կան, բացարձակապես այդ տիրույթում չէ, որ պետք է քննարկվեն։ Այնպես, ինչպես ցանկացած անձի անդրորովայնային հարաբերությունները չի վերաբերում որևէ մեկին։ Իսկ իշխանությունները կամ որևէ այլ անձ, երբ որ անդրորովայնային տրամաբանությամբ է շարժվում, նշանակում է, որ իրենց հետաքրքրությունները բացառապես այդ ոլորտին են վերաբերում։ Մինչդեռ իշխանությունների եւ սովորական անձանց կոմպետենցիայի մեջ բացարձակապես դա չի մտնում։